քաղաքական դաշտում որակապես նոր խաղացող է հայտ եկել, ով իր հնարավորություններով, ռեսուրսներով կամ հանրային ընկալման տեսանկյունից կարող է մարտահրավեր նետել, ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ քաղաքական դաշտի մնացած խաղացողներին, եւ ըստ էության Ռոբերտ Քոչարյանի այսօրվա մամուլի ասուլիսի հիմնական ուղերձը այս միտված էր նաեւ Սամվել Կարապետյանին, առայն որ ինքը մնում է ընդդիմադիր դաշտի ֆավորիտը եւ անկախ քաղաքական դաշտում դիրքավորումից եւ անկախ ներդրվող ռեսուրսների ծավալից ինքն է շարունակելու մնալ ընդդիմության առաջնորդը եւ սա որոշակի նաեւ պայման է, որ այնուամենայնիվ անկախ քաղաքական ընտրությունների արդյունքներից կամ քաղաքական ուժերի դիրքավորումից ինքը ակնկալում է, որ վերջնական արդյունքում ինքը կստանա այնպիսի ձայներ, որոնք մնացած ուժերին կհարկադրեն միանալ իրենց։ Կարծում եմ շատ սխալ տպավորություն է Քոչարյանի վերջի ժամանակահատվածի գործունեության արդյունքում իրենց քաղաքական ռեյտինգը ինչպես եւ Փաշինյանի նգահավիժել է, որը նաեւ դրա արդյունքում է առաջացել որակապես նոր քաղաքական ուժի քաղաքական դաշտում ի հայտ գալու իրողությունը եւ այստեղ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ասենք Սամվել Կարապետյանը ինչպեսի քաղաքական դիրքավորում կորթեգրի։ Ես շատ գիտակցաբար եմ ասում Սամվել Կարապետյան, որովհետեւ մեր ձևով է հետո իրենք վերափոխեցին ուժեղ Հայաստան կուսակցությունն են գրանցել, այսինքն ինձ համար ակնհայտ է, որ այդ ուժի խորհրդանիշը Սամվել Կարապետյանն է։